Ողջույն Անի։ Արև ձեզ։ Ով է Անի Գևորգյանը։ Ես ճակատագրով թե կյանքի վերումով լուսանկարիչ եմ, բոլոր իմաստներով, էությամբ, գործունեությամբ։ Վավերագրելով նկարները, հավատում ես, որ իրենք 100-ամյա դիտելություն են ունենալու։ Հույս ունեմ իհարկե, բայց հաշվի առնելով շատ հանգամանքներ, օրինակ այն, որ երբեք հնարավոր չի կանխատեսել ապագան, թե տեխնոլոգիաների իմաստով, թե պատմական իրադարձությունների, իհարկե հնարավոր չի 100%-ով վստահ լինել, բայց իհարկե դա կներ մեծագույն պատիվ, եթե իմ լուսանկարները, օրինակ 178 տարի հետո ինչ-որ մարդիկ նայեին և հետաքրքրվեին դրանց բովանդակությամբ։ Ֆոտոապարատը կարող ենք համարել, որ ինքը ինչ-որ մուսա ունի, ոնց կոմպոզիտորը երաժշտություն երգ է գրում, նկարիչը նկարում է կտավում, կա ինքը մուսա ունի։ Գիտեք, ես միշտ խուսափել եմ տեսախցիկը, այսպես որպես անհատ դիտարկելուց կամ ինչ-որ կերպար իրան վերագրելուց կամ անուն դնելուց, օրինակ գիտեք, տարբեր մասնագիտության տեր մարդիկ իրանց ամենասիրելի գործիքներին լինում անուն են տալիս, ինչ-որ անհատական պատկերացումներ են սկսում ձևավորել։ Ես շատ սենց սառնասիրտ եմ իրականում նայում տեխնիկային, ես իմ տեսախցիկին կամ տեսախցիկներին և տեխնիկային վերաբերվում եմ որպես տեխնիկա, որպես գործիք, իմ ցանկությունները և իմ պատկերացրած պատկերները կներեք այդ կրկնության համար, ստանալու համար, իհարկե տեխնոլոգիաներին շատ շնորհակալ եմ այդ հնարավորության համար, բայց կարծում եմ, որ տեսախցիկը ինքը իրենով չունի այնքան բովանդակություն և հեղինակը, լուսանկարիչը ինքն է այդ բովանդակությունը փոխանցում։ Նախանձ ունեք այսօրվա սովորողի հանդեպ, որ իրենց հնարավորություններ անսահմանափակ են և կուզենայիք, որ դուք լինեիք իրենց տեղում։ Ինչ իմաստով են հնարավորություններ անսահմանափակ։ Որ այսօր հեռախոսով իրեն կարող են ամեն ինչի պատասխան իմանալ, երբ որ մենք հանրագիտարանով կփորփրեինք և շատ քիչ բան, հա, կիմանայինք։ Եկեք բանավիճենք։ Գիտեք, ինձ թվում է տարբերությունը այն է, որ ավելի երիտասարդ փոքր սերնդի համար դա ավելի բնական է, իսկ մեզ համար, առավել ևս ավելի մեծ սերնդի համար, դեռևս մենք տենց հիանում ենք տեխնոլոգիաներով, դեռևս կարող է ինչ-որ հարցի պատասխան իրարից հարցնենք, մեկ էլ հետո նոր հիշենք, որ մի րոպե մենք ChatGPT-ից կարանք հարցնենք կամ իրեն հանձնարարենք ոչ միայն գտնել, այլ վերլուծել, գտնել լավագույն տարբերակը, այսինքն հարցը յուրացման մեջ է երևի թե, որ ես իմ մեջ այդ խնդիրը դրել եմ, որ անընդհատ փորձեմ ավելի ակտիվ յուրացնեմ նոր հնարավորությունները, բայց չէ, այդպիսի նախանձ կամ բան չեմ զգում, որովհետև իրականում ես շատ, ոնց ասեմ, շատ կոմֆորտ եմ իմ զգում այն տարիքում, այն սերնդի մեջ, որի մեջ ես հայտնվել եմ, որի մեջ ես ծնվել եմ և ես շատ շնորհակալ եմ կյանքին այդ հնարավորության համար, որ ես կարող եմ նաև առնչվել, շփվել ու նույնիսկ դասավանդել փոքրերին, կրտսերներին, ինձնից ավելի փոքր սերնդի ներկայացուցիչներին ու հենց այդ գործունեության մեջ է, որ ես զգում եմ այդ բնական, շատ հետաքրքիր ու յուրահատուկ պրոցեսը, որ դու ինչ-որ պահի դառնում ես մեծ, հետո բայց գալիս են քեզնից փոքրեր, որոնք որ քեզ մոտիվացնում են, քեզ առաջ են մղում, քեզ ստիպում են ոչ թե ուղղակի մնալ այդ չակերտավոր մեծ կարգավիճակի մեջ, այլ ձգտել, շփվել և ավելի դեպի վեր, և ավելի դեպի ներքև տարիքային իմաստով ու շատ ինչու ոչ նաև զարգանալ, կյանքի ռիթմը զգալ, ձեռքը պահել այդ փոփոխությունների պուլսին, որովհետև մենք ամենօրյա այդ բանի մեջ ենք, չէ,
ընթացքի մեջ ենք։ Շնորհակալ եմ Անի, լավ մնացեք, միշտ լավ տեսնենք իրար։